Վասիլիսա Վոլոդինան ուղղակիորեն նշեց նրանց, ում համար 2026 թվականը կլինի անսպասելի հաջողությունների եւ շրջադարձային կետերի ժամանակ։ Նրա կանխատեսումների համաձայն, ամենաակնառու փոփոխությունները սպասում են երկվորյակների համաստեղության սկզբում գտնվող Սատուրն ունեցողներին, հիմնականում 1971-1972 թվականներին ծնվածներին։ Նրանց համար տարին կառաջարկի շահավետ ներդրումների, հաջող գործարքների եւ նույնիսկ երկարատև բնակարանային խնդիրների լուծման հնարավորություններ։ Ակնկալվում են հազվագյուտ հնարավորություններ, որոնք կարելի օգտագործել իրենց ֆինանսական վիճակը ամրապնդելու, ֆինանսական անկախության հասնելու եւ տուն կամ բիզնես ունենալու վաղեմի երազանքներն իրականացնելու համար։ Կենթանակերպի նշանների շարքում այծեղջուրների 2026 թվականի ակնհայտ ֆավորիտներն են, ովքեր թեթևացում եւ ազատագրում են զգում երկարատև խնդիրներից, երբ Պլուտոնը վերջապես լքում է նրանց նշանը։ Կարիերայի առաջ խաղացման, եկամտի աճի եւ անձնական վերափոխման նոր հնարավորություններ բառացիորեն կսպասեն դրան շեմին։ Սակայն Վոլոդինան ընդգծում է, որ փոփոխությունը տեղի չի ունենա ավտոմատ կերպով։ Դուք պետք է պատրաստ լինեք համարձակ որոշումների եւ ոչ ավանդական քայլերի, բախտի հոսքը օգտագործելու համար։ Այծեղջուրները կբախվեն լուրջ փորձությունների, որոնք նրանց կբարձրացնեն բարեկեցության նոր մակարդակի։ Ջրհոսները կմտնեն հզոր փոխակերպումների շրջան, երբ ամեն ինչ ծանոթ է կարող է վերանայվել, եւ կյանքի կառուցվածքը կփոխվի։ Սա հատկապես ցայտուն կլինի աշխատանքի եւ ֆինանսների ոլորտներում։ Հնարավոր են անսպասելի նշանակումներ, մեծ բոնուսներ եւ անհնարին անտեսելի առաջարկներ։ Ջրհուսի համար կարևոր է չվախենալ փոփոխություններից եւ վստահորեն գործել, ապահովելու համար բախտի իսկապես երկարատել հոսքը։ Ցուլն ու երկվորյակները կվայելեն երկար սպասված հանգիստ վերջին մի քանի տարիներից հետո։ Վոլոդինայի խոսքով այս նշանները կկարողանան հանգստանալ եւ իրենց անվտանգ զգալ 2026 թվականին։ Ցանկացած ռիսկ կլինի նվազագույն, իսկ նրանց տրամադրությունը մշտապես դրական։ Կլինի հնարավորություն ամրապնդելու ձեր դիրքերը, հասնելու ֆինանսական կայունության եւ բարելավելու հարաբերությունները սիրելիների հետ։ Նրանք, ովքեր ներդրումներ են կատարել մասնագիտական զարգացման եւ անձնական կյանքի մեջ, կվայելեն իրենց արժանի պարգևները։ Բախտավորների մեկ այլ հատուկ խումբ են նրանք, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 20-ից 25-ին։ Նրանք կարող են սպասել անսպասելի իրադարձությունների, որոնք կարող են արմատական փոխել իրենց կյանքը։ Սկսած կարիերայի կտրուկ փոփոխությունից մինչև նոր ծանոթում, որը կարող է շրջադարձ կատարել իրենց անձնական պատմության մեջ։ Վոլոդինան խորհուրդ է տալիս այս մարդկանց ուշադիր հետևել նշանակալի ամսաթվերին եւ օգտվել աճի եւ փոփոխության հնարավորություններից։ Տարվա ամենահաջողակ մարդիկ նրանք են, ովքեր պատրաստ են փոփոխություններին եւ գիտեն, թե ինչպես արձագանքել կյանքի մարտահրավերներին։ 2026 թվականը հնարավորություն կտա ապացուցելու իրենց նրանց, ովքեր չեն վախենում խաղաքարտերը փոխելուց եւ գիտեն, թե ինչպես օգտվել հնարավորություններից ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում, ասել է Վասիլիսա Վոլոդինան։ Տարվա վերջը խոստանում է անսպասելի, բայց շատ գայթակղիչ հնարավորություններ ներկայացնել նրանց, ովքեր պատրաստ էին հարմարվել նոր պայմաններին եւ վճռականորեն գործել։ 2026 թվականը կլինի կոնկրետ հնարավորությունների տարի, ոչ բոլորի համար, այլ նրանց համար, ովքեր համար եւ քաջ են։ Խոսք չկա ամեն ինչ միանգամից ստանալու մասին, բայց նրանք, ովքեր հայտնվում են բախտի հոսքում, պարզապես պետք է օգտվեն դրանից ճիշտ ժամանակին։ Ձեր ծննդյան օրը կապված է որոշակի գույնի հետ, որն արտացոլում եւ մարմնավորում է տվյալ օրվա հիմնական էներգիան։ Համադրելով գունային մոգությունը աստղագուշակության եւ նումերոլոգիայի հետ, մենք կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպես են այդ տարրերն ազդում մեր անհատականության վրա։ Որ գույնն է օգնում իրականացնել երազանքները։ Ըստ ծննդյան օրվա՝ ամսի 1-ը, 10-ը, 19-ը, 28-ը, ոսկեգույն։ Ոսկեգույնը խորհրդանշում է մաքրություն եւ անարատություն, հատկանիշներ, որոնք կապված են արեգակի հետ։ Սա հատկապես վերաբերում է ամսի 1-ին, 10-ին, 19-ին եւ 28-ին ծնված մարդկանց։ Քանի որ ոսկին չի խամրում, այն ընկալվում է որպես հոգեվոր մաքրության եւ հավերժական ճշմարտության գույն։ Այս երանգը մարմնավորում է մտքի, հոգու եւ ոգու կատարելությունը։ Արեգակի կենսատու էներգիան ոսկեգույն է եւ հզոր, ուստի այն ներդաշնակ է այս օրերին ծնվածների էներգիային։ Ոսկեգույնը ասոցիացվում է ներքին ուժի, իշխանության եւ իմաստության հետ։ Նրա բարձր թրթիրները ուժեղացնում են ստեղծագործական ներուժը, նպաստում հարստությանն ու բարգավաճմանը, ապահովելով աստվածային պաշտպանություն եւ կապ հոգեվոր զարգացման բարձրագույն մակարդակների հետ։ Ամսի 3-ը, 12-ը, 21-ը, 30-ը մանուշակագույն։ Այս գույնը թրթռում է բարձր հաճախակի թափով, կապ հաստատելով նյութական եւ հոգեվոր աշխարհների միջև։ Այն ընդլայնում է գիտակցությունը եւ կապված է Յուպիտերի, փիլիսոփայական հաջողության մոլորակի հետ։ Մանուշակագույնը առնչվում է գագաթնային չակրայի հետ, որը գտնվում է գլխի վերևում եւ պատասխանատու է ներզգայության եւ տիեզերական էներգիայի ընկալման համար։ Ուստի մանուշակագույնը խթանում է սովորականից սահմաններից դուրս եկող գիտելիքների ձգտումը։ Այս օրերին ծնված մարդիկ ստանում են ամենամեծ աջակցությունն ու հաջողությունը, երբ շփվում են այս գույնի հետ։ Ամսի 4-ը, 13-ը, 22-ը, 31-ը, փիրուզագույն։
Փիրուզագույնը խորհրդանշում է աճ եւ ազնվություն, կապված լինելով ցանկացած ամսվա 4-ին, 13-ին, 22-ին եւ 31-ին ծնվածների հետ։ Այս ամսաթվերը գտնվում են Ուրանի, մեծ արթնացողի ազդեցության ներքո, որը ձգտում է փոխել աշխարհը եւ հասարակությունը։ Փիրուզագույնը փոխազդում է կոկորդային չակրայի հետ, ուժեղացնում ինքնաարտահայտությունը եւ ճշմարտությունը։ Կենդանակերպի 3 նշան, որոնց նոյեմբերը երջանկություն կպարգևի։ Նոյեմբերն այն ամիսն է, երբ տիեզերական էներգիաները դուրս են գալիս սովորականի սահմաններից եւ մեզ մղում են վերաիմաստավորման, աճի ու նոր հորիզոնների։ Ընդ որում կենդանակերպի որոշ նշանների բացառիկ հնարավորություններ են ընձեռված։ Նրանք իրենց կզգան այնպես, կարծես բարենպաստ աստղերի հովանու ներքո են, եւ արտաքին հանգամանքները սկսում են աշխատել իրենց օգտին։ Ստորև ներկայացնում ենք այդ 3 նշաններին եւ այն, թե ինչին նրանք պետք է պատրաստ լինեն։ Կարիճ։ Կարիճներ, նոյեմբերին զսպվածություն ցուցաբերելու կարիք չկա։ Ձեր ներքին ձայնը ավելի է բարձրանում, իսկ փոփոխությունների ցանկությունը ավելի զգալի դառնում։ Դուք կանգնած եք անցյալի մի մասը բաց թողնելու շեմին, տեղ ազատելով նորի համար։ Սպասեք ներքին մղումների։ Կարող է հանկարծակի գիտակցումի հայտ գալ, վաղուց մոռացված ցանկություն արթնանալ կամ մի իրավիճակ ստեղծվել, որն ազնիվ խոստովանություն է պահանջում։ Ընդունեք այն որպես նվեր, կյանքը խորությամբ եւ իսկական ուժով լցնելու հնարավորություն։ Եթե պատրաստ եք գործել, իրավիճակը կփայլի նոր գույներով։ Իսկական հաջողությունը արտաքին ծափահարությունների կարիք չունի։ Կզգաք ներքին ներդաշնակություն, երբ որոշումը կայացրել եք ինքներդ, այլ ոչ թե այն պարտադրվել է դրսից։ Աղեղնավորներ։ Ձեզ համար նոյեմբերն ազատություն եւ նոր հորիզոններ է բացում։ Կարող եք զգալ, որ ձեր շուրջ բոլորը տարածությունն ավելի բաց է դառնում գաղափարների, մարդկանց եւ փոփոխությունների համար։ Ամսվա էներգիան նպաստում է նոր ճամփորդությունների, ոչ միայն աշխարհագրական, այլև ներքին։ Հնարավոր է ձեր մեջ սովորելու, ուսումնասիրելու, ձեր երազանքի մասին համարձակորեն հայտարարելու ցանկություն արթնանա։ Այծեղջյուրներ։ Նոյեմբերը ձեզ աճի համար ամբուր հող է առաջարկում։ Ոչ այնքան արագ պորտքումներ, որքան գիտակցված քայլեր, եւ դրանք կհանգեցնեն զգալի փոփոխությունների։ Հնարավոր է այս վազքից հոգնածություն զգաք եւ ցանկանաք դանդաղել գիտակցելու ձեր ինչուն։ Եթե դուք արձագանքեք այս ներքին կանչին, կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում ձեր շուրջը։ Աշխատանքը, հարաբերությունները, անձնական կարգավիճակը սկսում են այլ կերպ ձևավորվել։